Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, այսօր Winter Cup-ի հերթական 4-րդ տուրի հանդիպումների շրջանակներում հանդիպում են Վոլֆսբուրգը եւ Վիլյարեալը։ Մինչ թիմերը կողջունեն միմյանց, ծանոթացնեն մրցող թիմերի կազմերին։ Վոլֆսբուրգ համար 1 դարպասապահ Արծուն Մխիթարյան, համար 5 Սերոժ Ավետիսյան, համար 3 Միքայել Խաշմանյան, համար 7 Արմեն Հայրապետյան, համար 8 Դավիթ Գրիգորյան, համար 11 Արտուր Բարսեղյան, համար 22 Արա Գասպարյան, համար 4 Էրիկ Քոթանջյան եւ համար 9 Ֆելիքս Խաչատրյան։ Ծանոթանանք Վիլյարեալի մեկնարկային կազմին։ Դարպասապահ համար 13 Հայկ Մկրտչյան, համար 5 Լևոն Ստեփանյան, համար 22 Հարութ Զատիկյան, համար 6 Արմեն Ավագյան, համար 4 Արեֆ Ասադպուր, համար 10 Գագիկ Սարդարյան, համար 2 Հովանես Համբարձումյան, կներեք Հակոբ Համբարձումյան եւ համար 77 Վիգեն Բեգոյան։ Պայստայիններն են համար 1 Արայիկ Ջուլակյանը, Արման Խաչատրյանը, համար 12 եւ Տիգրան Սիմոնյանը համար 18։ Դե ինչ բարեկամներ, հանդիպումը սկսված է։ Բավականին հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում։ Բավականին ուժեղ թիմեր են մրցում այսօր միմյանց հետ։ Հիշեցնեմ, որ առաջի 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակում թիմերը զբաղեցնում են Վիլյարեալը 3 խաղից վաստակած 7 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ Վոլֆսբուրգը 3 խաղից վաստակել է 4 միավոր եւ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Հիշեցնեմ, որ խմբային մրցաշարում ամեն մի թիմ պետք է անցկացնի 17-ական հանդիպում, այնպես որ մրցաշրջանը դեռ առջևում է եւ շատ բաներ կարող են փոխվել իհարկե։ Գնդակով Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն են, փոխանցում ձախ, հարված եւ գնդակ իր վրա վերցնում Հարութ Զատիկյանը 22 համարը։ Վիլյարեալի ֆուտբոլիստները փորձում արձագանքել եւ ստեղծել իրաց Հակոբ Համբարձումյան եւ վերջի պահին պաշտպանը գնդակը սանկումով դուրս է բերում անկյունային, բավականին վտանգավոր պահ էր։ Այսպես անկյունայինը կիրացնեն Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Արմեն Ավագյանն է գնդակի մոտ։ Այսպիսով փոխանցում Սարդարյանը վրիպեց եւ Արեֆի հարվածներ շեղ ստացվեց, բավականին վտանգավոր էր, առաջի լուրջ գրոհն էր Վիլյարեալի։ Միջալյուց ասեմ Վիլյարեալ թիմը անցած մրցաշրջանի Winter Cup-ի հաղթողներն են, բավականին ուժեղ թիմ է, եզրափակում 11 մետրանոց հաղթանակ տարան Արմավիրի նկատմամբ, բավականին լարված հանդիպում էր, եւ այս մրցաշրջանում էլ էլիտ ռաունդում գլխավորում են մրցաշարային աղյուսակը, բավականին լավ հնարավորություններ ունեն չեմպիոն դառնալու, բայց այսօր եկեք կենտրոնանանք այսօրվա խաղին։ Այսպիսով Վոլֆսբուրգի դարպասապահ Մխիթարյանը կմտցնի գնդակ խաղի մեջ, երկար փոխանցում, երազանց է ընդունում, կասեցնում գնդակը Ինտերի ֆուտբոլիստը փորձում են երկար փոխանցում հակառակ ուղղությամբ, բավականին լավ են Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները գնդակ պահում, բարձր որակների են տիրապետում Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները, հետ փոխանցում դարպասապահին Մխիթարյան, նորից երկար փոխանցում, փորձեց կասեցնել գնդակը, բայց խլեց Լևոն Ստեփանյանը, Վիլյարեալի պաշտպանը,
Ավակյանն է գնդակով, փոխանցում Բեգոյանին, երկար փոխանցում Սարդարյանին, գլխով փորձեց գնդակը փոխանցում կատարել Արեֆին, չստացվեց, ևս մեկ փոխանցում, Ավակյան հարվածը իր վրա է վերցնում պաշտպանը եւ այստեղ պարզապես գնդակին չասան, թե Համբարձումյանը, թե Սարդարյանը, նորից հարված դարպասից։ Փոխանցում Հայրապետյանը գնդակով որ շարժում է առաջ Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները գերազանց հնարավորություն ունեն հիմա դե պետք է հարված եւ անկյունային վերջին պահին գնդակը իր վրա վերցրեց պաշտպանը եւ շեղեց անկյունային հիմա առաջին անկյունայինը կատարեն Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները արագ խաղարկում են Եվս փոխանցում Բեգոյանը գլխով հեռացնում գնդակը, բայց ոչ այդքան հեռու, նորից գնդակը Վոլֆսբուրգի ֆուտբոլիստերի մոտ է։ Առանց վրազելու խաղարկում են գնդակը, դարպասապահ Մխիթարյան, նորից երկար փոխանցում, գերազանց փոխանցում է, կասեցումն էլ է ֆանտաստիկ եւ այստեղ Սարդարյանն է սանկումով գնդակը դուրս անում, նորից անկյունային։ Գերազանց փոխանցում եւ կասեցում էր, գեղեցիկ պահեր։ Հարկված անկյունայինը եւ շրջադարձ հարված տեսան։ Ափսոս շեղեր, բավականին գեղեցիկ էր եւ գնդակն էլ ցածրից էր ընթանում։ Հարվածի հեղինակը Խաշմանյանն էր։ Բավականին վտանգավոր ստացվեց։ Հիմա արդեն Բեգոյանը գնդակով Վիլյարեալը հարվածում է եւ նորից անկյունային։ Այս անգամ արդեն Վոլֆսբուրգի դարպասին ներեցեք։ Ավակյան Համբարձումյան հարված եւ մի փոքր բարձր ընթանում գնդակը։ Համբարձումյանը տիրապետում է ֆանտաստիկ հուշկու հարվածների Եվ սա որպես ապացույց պարզապես մի քիչ շեղ գնդակ ընթացավ, որից Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն են գերազանց երկար փոխանցում, բայց ափսոս բարձր էր։ Կորցրեցին գնդակը, եզրից կնետեն Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Զատիկյանն է գնդակին մոտինում եւ նայել կմտցնի գնդակը խաղի մեջ։ Փոխանցում Սարդարյան երկար փոխանցում դեպի Բեգոյանին, բայց Պաշտպանն առաջինն է հասնում գնդակի, բաղում են գնդակի իրենց մոտ Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները, նորից հետ փոխանցում, նորից փորձեն երկար փոխանցում կատարել, որն էլ անում են, բավականին հետաքրքիր լուծում կտան տվյալ դրվագում, բավականին հաճախ են Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները դիմում երկար փոխանցումների օգնությամբ եւ ասեմ, որ բավականին լավ է ստացվում, Վիլյարեալի ֆուտբոլիստները պետք է զգոն լինեն պաշտպանությունում։ Ստեփանյանն է գնդակով շարժվում է առաջ։ Համբարձումյան, փոխանցում աշ Բեգոյան։ Ինչ լուծում հարված եւ շեղեր։ Բավականին սուր էր անկյունը եւ տեխնիկապես բավականին բարդ հարված կատարեց։ Մոտակա անկյունը, բայց ամեն դեպքում գրոհը ավարտեց հարվածով, այսպես ասած, Մխիթարյան երկրորդ գնդակն էր խաղադաշտում, դրա համար էլ մրցավարը կասեցրեց հանդիպումը եւ հիմա Մխիթարյանը կմտցնի գնդակը խաղի մեջ Ավետիսյան նորից երկար փոխանցում Հայրապետյանն է գնդակով հետ փոխանցում բավականին վտանգավոր էր ափսոս վերջի կասեցումը չստացվեց
սուր փոխանցում էր եւ բավական իր մեջ վտանգ էր պարունակում, բայց ափսոս վերջի կասեցումը չստացվեց եւ գնդակը բաց թողեցին Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Մկրտչյանը գնդակը խաղի մեջ մտցնում։ Եզրից կնետեն Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Զատիկյան Ամբարձումյան Սարդարյան Բեգոյանն է փոխանցում սպասում Արև հարված եւ նորից եղեր բավականին լավ դիպ էր հարվածի համար բայց չստացվեց նորից եղ Իդեպ ասեմ խաղի մեկնարկից Անցել է բավականին ժամանակ եւ երկու դարպասապաններն էլ դեռ խաղի մեջ չեն մտել բոլոր հարվածները շեղ են ընթացել Սարդարյան նորից գնդակով է փոխանցում Արև փոխանցում Ավակյանին Ամբարձումյան Բեգոյան նորից Արև Ավակյան Գերազանց է պահում գնդակը, հարվածը չստացվեց, բայց նորից գնդակը մնում է Վիլյարեալի մոտ, Ավակյան կրկին, Ամբարձումյան, հետ փոխացում Զատիկյանին, նորից Ավակյան, Վիլյարեալը սիրում է այսպես գնդակով լինել անընդհատ, երկար փոխանցում, բայց պաշտպանը գերազանց գործեց, Վոլֆսբուրգի Եվ նորից գնդակով Վիլյարեալի ֆուտբոլիստն են, Զատիկյան, Ավակյան, միջալուց Ավակյան անցած մրցաշրջանում Վինթեր կապի, ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ եւ արժանացավ ոսկե գնդակին եւ այստեղ գերազանց փոխանցում կատարեց նույն ինքը Ավակյանը, իսկ Գագիկ Սարդարյանը իր սիրած ոճով փորձեց մկրատ հարվածով գրավել մրցակցի դարպասը, բայց ափսոս չդիպավ գնդակին Բազմիցս Սարդարյանը նման գոլերի, գեղեցիկ գոլերի հեղինակ է դարձել Ի ուրախություն ինձ, ես եղել եմ այդ գոլերի ականատեսը Նորից Ստեփանյան Հիմնականում գնդակին մեծ մասը տիրում են հենց Վիլյարեալի ֆուտբոլիստները Բայց, ինչպես ասում են Այս ամենը, այս առավելությունը պետք է ամեն դեպքում ամրապնդվի հենց գոլով, որպեսզի ունենան բավականին մեծ արդեն առավելություն, երեք միավոր վաստակելու համար, բայց Վոլֆսբուրգը հեչ նվեր թիմ չի, Վոլֆսբուրգը նախանցած մրցաշրջանում Դեռևս դիվիզիոններից առաջ Իտալիայի առաջնությունում էին մասնակցում տղաները Եվ մինչև վերջի տուրը պայքարում էին չեմպիոնության համար Բավականին հին թիմ է խաղակցված Նորից ինտերի ֆուտբոլիստներն են գնդակով Հարված կընթանա հարված եւ դարպասացողն է փրկում Վիլյարեալին Ահա ինչի մասին որ խոսում էի Հիմնականում գնդակով տիրում է Վիլյարեալի ֆուտբոլիստները, բայց ամենավտանգավոր պահը ստեղծում է հենց Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները Այստեղ պարզապես բախտը ժպտաց Վիլյարեալի ֆուտբոլիստերին Պետք է զգոն լինել Երկար, գեղեցիկ փոխանցում, կասեցում, նորից Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն գնդակով կորցրեցին, Ավակյանն է շարժվում առաջ Գերազանց, հարված և նորից շեղ է ընթանում Նորից շեղ է ընթանում Ակամայից հիշում եմ ֆուտբոլում չգրված օրենքը, չես խփում դու, խփում են քեզ Եվ քիչ առաջ Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները դա գրեթե կարելի ասել ապացուցեցին, քանի որ ամենավտանգավոր հենց գրող Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները կատարեցին Հիշեցնեմ գնդակը դիպավ դարպասածողին
Բավականին հետաքրքիր հանդիպում է, դինամիկ։ Մխիթարյանը մտցրեց գնդակը խաղի մեջ, Ստեփանյան գերազանց գործեց, Համբարձումյանը գնդակով գործնում է, բայց այստեղ նորից Վիլյարեալի ֆուտբոլիստներն են, Արև փոխանցում Զատիկյանին, Զատիկյանը խաղում է Սարդարյանի հետ, նորից Զատիկյան, Ստեփանյան, Բեգոյան, շարժում է առաջ Բեգոյանը, և վերջին պայն սանկումով գնդակը դուրս են անում անկյունային։ Հերթական անկյունայինը Վիլյարեալի կատարմամբ կդիտենք։ Փոխանցում և պաշտպանները հեռացնում են գնդակը, Զատիկյան առաջ փոխանցում, Համբարձումյան ընդունում է գնդակը, խլում են, գերազանց են խաղում Վոլֆսբուրգի պաշտպանները։ Ինչ վտանգավոր պահ էր Վոլֆսբուրգի ֆուտբոլիստի սխալ փոխանցումից հետո։ Չնայած Վոլֆսբուրգն է հիմա գնդակով նորից հարված և գերազանց սեյվի հեղինակ է դառնում արդեն Հայկ Մկրտչյանը։ Առաջին սեյվը այս խաղում։ Երկու արդեն ֆանտաստիկ հնարավորություն ունեցան Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Արևն է շարժվում առաջ, ոչ կներեք Ավագյանն է։ Երկար փոխանցում և դարպասապահը դուրս է գալիս դարպասից և որսում է գնդակը։ Մի անգամից գնդակը նետում է առաջ, փոխտեպոխ գրոներով է հանդիպումը անցնում։ Նորից Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն են գնդակով փոխանցում և դարպասապահն է տիրում գնդակին։ Բեգոյան, Սարդարյան, նորից Ավագյան, այստեղ սխալվում է և երկուսի դեմ են դուրս գալիս Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները, բայց փոխանցումը չստացվեց։ Հիմա արդեն գրովում են Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Հեռվից փորձեց հարվածել Համբարձումյանը, բայց նորից շեղ էր։ Այսպես Մխիթարյանն է գնդակը մտցնում խաղի մեջ, արված դարպասից, երկար փոխանցում, բավականին լավ փոխանցում էր, լավ ընդունեց գնդակը, դոշով փոխանցեց Վոլֆսբուրգի ֆուտբոլիստի իր խաղընկերոջը, բայց Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը մնում են գնդակով, բայց և նորից անկյունային Վիլյարեալը կիրացնի։ Ձերքով խաղ են պահանջում Վիլյարեալի ֆուտբոլիստները, բայց մրցավարը չարձագանքեց։ Նման դրվագներում հարված խանգարեցին այստեղ Համբարձումյանը և Ստեփանյանը, չհուշեցին միմյանց։ Նորից հարված դարպասից։ Որից Մխիթարյանը երկար փոխանցում առաջ, գերազանց է, վերջին պահին Ստեփանյանը փրկում է դրությունը, ասա այլը ինչ ասում է, Վիլյարեալի պաշտպանները պետք է զգոն լինեն, Վոլֆսբուրգը անդադ երկար փոխանցումներով կարողանում է դուրս գալ պաշտպանությունից,
Եվ միշտ այդ փոխանցումները հասնում են հասցեա տիրոջը։ Պարզապես վերջին վարքյանին Ստեփանյանը կարողացավ դուրս անել գնդակը անկյունային։ Չէ, բավական վտանգավոր պահ էր լինում, նորից Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն են գնդակով, ինչ որոշում, եւ նորից հարված եւ նորից Մկրտչյանն է իր բարձրության վրա։ Եզրից գնդակը ներս կնետեն Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Խաշմանյանը գնդակը կմցնի խաղի մեջ, բավականին երկար է նետում, բայց առաջինը գնդակին հասնում է Սարդարյանը։ Նորից եզրային նետում։ Բեգոյան, Ավակյան, այդ փոխանցում Ստեփանյանին, բայց եզրային նետում կիրացնում Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Բավականին հետաքրքիր հանդիպում է, չնայած որ դեռ հաշիվը բացված չէ 0-0։ Ոչ մրցավարը սուլուցից հետո միայն կարող է խաղի մեջ մտցնել գնդակը Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Լինի երկար փոխանցում, թե արված, տեսնենք։ Փոխանցում և գնդակը հեռացված է։ Այսպիսով չեմ տեսի։ Չեմ տեսի։ Նորից եզրային նետում Վոլֆսբուրգը կիրացնի։ Ափսոս չստացվեց վերջի փոխանցումը Վոլֆսբուրգի մոտ, Արևն է գնդակով, շարժվում է առաջ, փոխանցում, նորից գնդակով Վիլյարեալ ֆուտբոլիստներն Ավակյան, Համբարձումյան, կոլեկտիվ ջանքերով Վոլֆսբուրգը վերցնում է գնդակը և շարժվում է առաջ, հանգստացնում են խաղը։ Բավականին լավ տպավորություն է թողում 4 համարը Վոլֆսբուրգի Էրիկ Քոթանջյանը, շատ ակտիվ է, նոր աչ եզրում էր, հիմա արդեն ձախ եզրից գնդակը եզրայինից կմցնի մեջ, խաղի։ Երկար փոխանցում, Զատիկյանն է առաջինը հասնում գնդակի, վնասվածք է ստանում Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը։ Բայց այնպես չէր, որ կանոնների խախտում կար, միտումնավոր այստեղ ոչինչ չկար, օդային պայքար էր։ Ամեն դեպքում ամեն ինչ նորմալ է։ Խաշմանյանն էր ստացել վնասվածք, երկար փոխանցում և հարված դարպասից։ Բեգոյան, գերազանց ֆանտաստիկ փոխանցում կատարեց հիմա Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը, աջ եզրով են շարժվում։ Նորից հարված և բավականին շեխ ընթացավ հարվածը։ Սա արդեն Գրիգորյանի երրորդ հարվածն էր։
Եթե չեմ սխալվում, երկու դեպքում Մկրտչյանը մտավ խաղի մեջ եւ ահա երրորդը շեղ ստացվեց Սարդարյան մնում է գնդակով եւ եզրից կնեկտեն Վիլյարեալի ֆուտբոլիստները Ամբարձումյան դա կհայտնվում է Ստեփանյանի մոտ փորձեց Բեգոյանի հետ խաղալ չստացվեց խլում են գնդակը նորից Արեֆը գերազանց է գործում խլում է գնդակը Բեգոյան փոխանցում Սարդարյան եւ ֆանտաստիկ սեյվ է հեղինակ է դառնում Մխիթարյանը Գերազանց հարված էր, գերազանց սեյվ էր Գերազանց Էթալու Ֆանտաստիկ դրվագ էր իրականում Ակս գերազանց հակ պրեսինգը, գերազանց Սարդարյանը հարվածը կատարեց իր, այսպես ասած, խորթ աչ ոտքով բայց լավ հարված ստացվեց Եվ դարպասապը գերազանց սեյվ գործեց և փրկեց իր թիմին, ահա և առաջին լուրջ սեյվը արդեն Վոլֆսբուրգի դարպասապայի կողմից, օդային պայքար, նորից Վիլյարեալի ֆուտբոլիստներն են գնդակով, Բեգոյան, փոխանցում Ավագյան, շարժում է առաջ Ավագյանը, Եվ վերջի պայն նորից սանկումով գնդակը դուրս են անում դաշտի սահմաններից Բավականին անձնորաց է խաղում Վոլֆսբուրգի պաշտպանները Այսպիսով առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ 0-0 Այսպիսով սկսում է երկրորդ խաղակեսը Վոլֆսբուրգ Վիլյարեալ հանդիպման Առաջին խաղակեսից հետո հաշիվն է հավասար 0-0 Բավականին հետաքրքիր առաջին խաղակեսի մենք ականատես եղանք փոխնիփոխ գրողներով Հիմնականում գրովում էին գնդակով էին ավելի շատ Վիլյարեալի ֆուտբոլիստները, բայց հանուն արդարության պետք է ասել, որ ավելի սուր հակագրովում էին հենց Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները երկու անգամ բավականին գեղեցիկ փրկություն կատարեց հենց Վիլյարեալի դարպասապա Հայկ Մկրտչյանը Եվս մեկ անգամ գնդակը նաև դիպավ դարպասաձողին Իսկ Վիլյարեալը այս ընթացքում պատասխանեց ընդամենը մեկ կարելի ասել 100% պահով խաղակեսի վերջնամասում Սարդարյանի մոտիկից հարվածը կարողացավ հեռացնել հենց Մխիթարյանը արդեն Վոլֆսբուրգի դարպասապահն է որ Ընդհանուր առմամբ հավասար հանդիպում է և հետևենք հետակա զարգացումներին, այսպիսով ծանոթացնեմ մրցող թիմերի կազմերին, այսինքն հիշեցնեմ Վոլֆսբուրգ, դարպասապահ Մխիթարյան, համար 5 Ավետիսյան, համար 3 Խաշմանյան, համար 7 Հայրապետյան, Համար 8 Գրիգորյան, համար 11 Բարսեղյան, համար 22 Գասպարյան, համար 4 Քոթանջյան և համար 9 Խաչատրյան։ Վիլյարեալի ֆուտբոլիստը դարպասապահ Մկրտչյան, համար 5 Ստեփանյան, համար 22 Զատիկյան, համար 6 Ավագյան, Համար 4 Արև, համար 10 Սարդարյան, համար 2 Համբարձումյան, համար 77 Բեգոյան Իսկ հիմա արդեն հետևենք հանդիպման զարգացումներին Ստեփանյանը բավականին հետաքրքիր փոխանցում կատարեց Գերազանց էր, փոխանցում կատարեց դեպի Ավագյանին, Ավագյանն ընդունեց և սուր անկյունից փորձեց գրավել մրցակցի դարպասը և նորից իր բարձրության վրա է արդեն Մխիթարյանը
փակելով մոտակա անկյունը գնդակը դուրս հանեց անկյունային։ Եվ նորից Ավակյանը կիրասնի անկյունայինը։ Ցածից փոխանցում Սարդարյան հարված եւ գնդակը դուրս են հանում արդեն Վոսբուրգի պաշտպանները։ Առաջի հարվածը չստացվեց, երկրորդ փորձից Սարդարյանի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցին։ Հիմա տեսնենք Վիլյարեալի ֆուտբոլիստները պահանջում են, որ ձեռքով խաղ է եղել։ Քիչ հետո կիմանանք ինչ որոշում կկայացնի արդեն մրցավարը խաղի։ Ու այսպես մրցավարը վար համակարգը դիտելուց հետո որոշում է կայացնում, որ չկար այնտեղ ձեռքով խաղ եւ հիմա գնդակը խաղի մեջ կմցնեն եզրից արդեն Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Բեգոյանն է գնդակով, Զատիկյան, Ստեփանյան, նորից Զատիկյան, Ավակյանն է շարժվում առաջ, Սարդարյան, պատ է խաղարկում, Մարցումյան և նորից կամների խաղթում կար թե չկար, մրցավարը չի արձագանքում, ամեն դեպքում խաղը դադարեցրեց, որպեսզի հասկանան լուրջ է Համբարձումյանի վնասվածքը, թե լուրջը թե ոչ։ Ամեն դեպքում ոտքի վրա է արդեն Համբարձումյանը, հուսանք ոչ մի լուրջ բան չկա։ Միշտ հաճելի է այսպիսի դրվագներ դիտել և մրցակից թիմերի ֆուտբոլիստները այսպիսի դրվագից հետո գրկա խառնվում, սա հարգանքի նշան է, այս է իսկական ֆուտբոլը, հարգելի բարեկամներ։ Խաղը, էմոցիաներ, բայց ամեն դեպքում պետք է ամեն դրվագում կարողանաս քեզ տիրապետել և մեծ հարգանք ցուցաբերել մրցակիցների նկատմամբ, ինչը որ ցուցաբերում են Վիլյարեալի և Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Գերազանց երկար փոխանցում կատարեց Բեգոյանը և Մխիթարյանը դուրս գալով դարպասից գնդակը դուրս հանեց անկյունային, հերթական անկյունային արդեն կիրասնի Գագիկ Սարդարյանը։ Տեսնենք այս անգամ ինչ կտա անկյունայինը, երկար փոխանցում, չի ստացվում հարվածը, բայց գնդակը մնում է նորից։ Վիլյարեալի ֆուտբոլիստերի մոտ հեռվից փորձեց հարվածել Արեֆը, բարձր ընթացավ գնդակը։ Ստեփանյան, Սարդարյան, Ստեփանյան, նորից, շարժում առաջ Ստեփանյանը, Բեգոյանի հետ է խաղում, նորից Սարդարյան, կարճ փոխանցումներով են փորձում առաջ գնալ Վիլյարեալի ֆուտբոլիստները, բայց ափսոս վերջի փոխանցումը չստացվեց։ Եվ այսպես բավականին վտանգավոր է, հակակրող կազմակերպեցին Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները, բայց վերջին կասեցումը չստացվեց և գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մկրտչյանն այս անգամ էլի մտցնում գնդակը խաղի մեջ։ Ստեփանյան, նորից Ավակյան, Բեգոյանն է գնդակով, խաղթում են կանոնները Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները, Գրիգորյանն էր, Բեգոյան փոխանցում դեպի աջ Ստեփանյանին, հեռվից հարված և բավականին շեղ ընթացավ։ Փորձերը շատ են, բայց դեռ ոչ մի տեսակի օգուտ չի կարողանում տալ այս հարվածները Վիլյարեալի ֆուտբոլիստերին, հաշիվ մնում է անփոփոխ 0-0։ Գերազանց փոխանցում կատարեց
Հարված եւ գերազանց սեվի հեղինակ է դառնում Մկրտչյանը։ Նորից փրկելով Վիլյարեալին վերահաս գոլից։ Ահա ինչի մասին եւ խոսում էինք։ Վիլյարեալի հարվածները գրեթե բոլորը շեղեն ստացում կամ շատ բարձր, իսկ Վոլֆսբուրգը իր սակավաթիվ գրողներում բավականին սուր վերջաբան է ունենում եւ ավելի մոտ են հաշիվը բացելուն, քան Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Պետք են աչալուրջ լինեն Վիլյարեալի պաշտպանները։ Ֆանտաստիկ հարված էր եւ Մկրտչյանը գերազանց գործեց։ Անկյունային հեռացնում են պաշտպանները եւ եզրից կմցնեն խաղի մեջ Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Այդ փոխանցում դարպասապային Մխիթարյանին շատ վտանգավոր էր։ Այդ փոխանցում Խաչատրյանը երկար փոխանցումով գրոյուղություն փոխում է, փորձեցին հարվածել եւ այստեղ արդեն գերազանց է գործում Զատիկյանը, սանկումով խլեց գնդակը, բայց ափսոս կորցրեց։ Վոլֆսբուրգի ֆուտբոլիստն են գնդակով եւ գնդակի տիրում է արդեն դարպասապա Մկրտչյանը, Սարդարյան, հետ փոխանցում Ստեփանյանին, Բեգոյան, նորից Ստեփանյան, Ավակյան, Բեգոյան, կարողանում են գնդակը հեռացնել Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները եւ արդեն կազմակերպում են իրենց հերթական հակագրոհ, բավական հետաքրքիր փոխանցում եւ նորից գնդակին տիրում է Մկրտչյանը։ Դուրս գալով վերցնում է գնդակը, երկար փոխանցում եւ արդեն Վոլֆսբուրգի պաշտպաններն են հեռացնում գնդակը եզրից, գնդակը ներս կմնետի Սարդարյանը։ Նորից Ստեփանյան, հիշեցնեմ, մեր մոտ զրոներ են, բայց հանդիպում բավականին հետաքրքիր է, արև հարված եւ գոլ! Գերազանց գոլի հեղինակ է դառնում Արեֆը։ Այսպիսով հարգելի ֆուտբոլասերներ, հաշիվ բացված է մեր խաղում, 1-0, Վիլյարեալը բացեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ կներեք Արև Ասադպուրը, գոլային փոխանցումը կատարեց ամենահաս Արմեն Ավակյանը։ Հիմա արդեն խաղը ավելի հետաքրքիր է դառնում, քանի որ Վոլֆսբուրգը կորցնելու էլ ոչինչ չունի եւ պետք է ամբողջ ուժերով արդեն գնան առաջ խաղը փրկելու համար։ Հարված պաշտպանի վրա է վերցնում եւ անկյունային Վոլֆսբուրգը կիրացնի։ Բավականին հետաքրքիր որոշում էր։ Հեռավոր անկյունն էր փորձեց գրավել Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը։ Արվածողը Խաշմանյանն էր, բայց մի փոքր շեղ ընթացավ գնդակը, գնդակով նորից Վիլյարեալի ֆուտբոլիստներն են, խաղարկում են հետ, Ավակյան, Ստեփանյան, երկար փոխանցում, դեպի Հակոբյան եւ այստեղ կանների խախտում է Ավետիսյանը Համբարձումյանի նկատմամբ եւ դեղին քարտ, առաջին դեղին քարտը այս խաղում։ Տեսնենք ինչպես կօգտվեն Վիլյարեալի ֆուտբոլիստները այս ստանդարտից։
Գնդակի մոտ Սարդարյանը եւ Ավակյանն են։ Տեսնենք ինչ հետաքրքիր լուծում կգտնեն։ Սով Ավակյան հարված եւ մի փոքր շեղությամբ գնդակը շեղը ընթանում ոչ ամեն դեպքում պատկանգնած ֆուտբոլիստերին է դիպում գնդակը դրա համար էլ եւ շեղես գնդակի ուղղությունը բավական վտանգավոր հարված էր ամեն դեպքում այստեղ փոխանցում հարված եւ բավականին լավ գեղեցիկ ստացվեց Ստեփանյանը եզրափակեց Սարդարյանի փոխանցումը բայց պաշտպանները կարողացան գնդակը դուրս հանել հակագրովում է արդեն Վոլֆսբուրգի ֆուտբոլիստերը փոխանցում վերջի փոխանցումը չանցավ շատ ափսոս Ստեփանյանը իր փորձի հաշվին կարողացավ կարդալ խաղը եւ խլել գնդակը արևտե գնդակով գոլի հեղինակը փոխանցում Ավակյանին Ավակյան փոխանցում Սարդարյան հետ փոխանցում նորից Ստեփանյանին Ստեփանյանը նորից Ավակյանին Բարսումյան եւ չկարողացավ գնդակը կասեցնել այսպիսով Վոլֆսբուրգը գնդակը մտցնի խաղի մեջ երկար փոխանցում ընդունում եք Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը գրող շարունակվում է չհասկացան միմյանց Վոլֆսբուրգի խաղացողները ժամանակը իրենց օգտին չի ընթանում պետք է ամեն ինչ անեն որպեսզի խաղը փրկեն հիշեցնեմ 1-0 է հաշիվ Վիլյարեալը առջևում է եւ շարունակում է մնալ գնդակով Բուխանցում Հակոբ Համբարձումյանին Ավակյան եւ նորից կանոնների խախտում Համբարձումյանի նկատմամբ կրկին եւ նորից դեղին քարտ այս անգամ էլ դեղին քարտ է ստանում արդեն 22 համարը Վոլֆսբուրգի Գասպարյանը հիշեցնեմ որ եւս մեկ դեղին քարտ ունի Վոլֆսբուրգի 5 համար Ավետիսյանը Նորից բավականին վտանգավոր դիրքում է Տուգանայինը հենց կենտրոնով Տեսնենք այս անգամ ինչպես կիրացնեն Տուգանային հարվածը նորից Ավակյան եւ Սարդարյանն են գնդակի մոտ Ամեն դեպքում Ավակյանը կհարվածի Տեսնենք հարված եւ գերազանց հարված եւ շքեղ գոլ Արմեն Ավակյան Այսպիսով հաշիվը դարձավ 2-0 Վիլյարեալի օգտին Գոլային փոխանցմանը նաև գումարվեց գոլ Արմեն Ավակյանի կողմից Բավականին գեղեցիկ նույնիսկ շքեղ գնդակ խփեց Տուգանայինից 2-0 Եվ նորից գնդակով Վիլյարեալի ֆուտբոլիստերն են Ցավոք Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները չկարողացան օգտվել իրենց պահերից, որոնք որ ավելի լավն էին, ավելի սուր էին, քան Վիլյարեալի մոտ։ Ամեն դեպքում Վիլյարեալը կարողացավ իր տարածքային առավելությունը վերածի գոլերի արդեն։ Երկրորդ գոլում օգնության հասավ ստանդարտը։ Եվ Արմեն Ավակյանը երկրորդ իր փորձից կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Հետ փոխանցում Մխիթարյանին, փոխանցում ձախ,
եւ բավականին ուժեղ էր արդեն այս փոխանցումը վերջնական եւ հարված դարպասից Ստեփանյանն է գնդակով փոխանցում Ավակյանին Սարդարյան փորձեց բավականին էսթետիկ գործել բայց խաղընկերը չհասկացավ եւ գնդակին տիրեցին մի պահ Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները բայց նաեւ շատ արագ կորցրեցին այն եւ նորից հիմա գնդակով Վիլյարեալ ֆուտբոլիստներն են Ստեփանյան փոխանցում չստացվեց Գնդակով Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն պետք է ամեն ինչ անել գոնե մեկ գնդակ ետ բերելու համար Գերազանց հակագրոհ հարված եւ հաշիվը դառնում է 2-1 Վերջապես Վոլֆսբուրգին հաջողվեց գրավել Վիլյարեալի դարպասը բայց Վոլֆսբուրգին օգտեց նաեւ անդրադարձը Այսպիսով Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները կրճատում են հաշվի տարբերությունը 2-1 գոլի հեղինակ է դառնում Դավիթ Գրիգորյանը Բայց պետք է ասել որ նաև օգտեց անդրադարձը Դավիթ Գրիգորյանին ինչևէ հաշիվը 2-1 է եւ մեզ բավականին հետաքրքիր վերջաբան է սպասում այս հանդիպման Փոխանցում նորից Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն տիրում գնդակին եւ կորցնում են այն շատ արագ Միխիթարյանն է շարժվում առաջ դարպասապահ Վոլֆսբուրգի փոխանցում պաշտպանին Եկար փոխանցում առաջ այստեղ առաջինը Զատիկյանն է եւ գնդակին կհասնի Համբարձումյանը Ավակյան Փոխանցում Լինի փոխանցում ձախ եզր Բավականին լավ էր մտածել, բայց ափսոս չստացվեց փոխանցումը Պաշտպանները առաջին հասան գնդակին Բեգոյան Զատիկյան Ստեփանյանն է գնդակով Բեգոյան հարված եւ Գերազանց է գործում Մխիթարյանը հերթական սեյվն է գրանցում բավականին բարդ գնդակ դուրս հանեց անկյունային Բեգոյանը կիրաստի անկյունայինը Խառը իրավիճակ է Ամեն դեպքում հեռացնում են գնդակը Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները, բայց նորից Վիլյարեալն է տիրում գնդակին Անկյունային է նշանակում մրցավարը Այսպիսով անկյունային կիրասն են Վիլյարեալի ֆուտբոլիստները Հեռացնում են սուր փոխանցում էր Մարդեն գրոյին ասնում Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները Գետովի փոխանցում Եվ այստեղ գնդակին առաջինացնում Արեֆը հարված եւ նորից գնդակին է Գնդակին թառաջ է գնում Արեֆը Հիմա արդեն Շեղեր Ավակյանը բավականին լավ հնարավորություն ուներ արդեն Թփել իր երկրորդ գոլը այս խաղում, բայց չստացվեց Հիմա արդեն նորից Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն են
ընթանում առաջ։ Ստացվեց փոխանցումը։ Մխիթարյան եւ Ավակյանն է տիրում գնդակին, դարպաս ազատ է, հարված եւ շեղ էր ընթանում գնդակը։ Բավականին հետաքրքիր դրվագ էր։ Ձախ եզրով են փորձում զարգացնել գրոհը, երկար փոխանցում եւ պահում է սանկումով խաղի մեջ գնդակը Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը, բայց նորից գնդակը դուրս են անում եզրային։ Երկար փոխանցում, գլխով հարված եւ գերազանց է խաղում դարպասապա Մկրտչյանն եւ վրաս հասած Համբարձումյանը գնդակը դուրս է անում արդեն եզրից։ Այսօր եզրից նետում են Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները, վերջին գրոհներից է փոխանցում եւ անկյունային։ Մաքսիմում 1-2 գրոհ է մնացել։ Այսպիսով փոխանցում, հետևի փոխանցում, եւ գնդակը դուրս է գալի դաշտի սահմաններից։ Ավակյանն է գնդակը փորձում մտցնել եզրից, Բեգոյան։ Եվ գնդակին տիրում է Մկրտչյանը, երկար փոխանցում առաջ, այստեղ նորից Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն են տիրում գնդակին։ Պայքար դաշտի կենտրոնում եւ նորից դարպաս ազատ է, հարված եւ 3-1։ Սարդարյանն է դառնում գոլի հեղինակ։ Այսպիսով ավարտվում է Վիլյարեալ Վոլֆսբուրգ հանդիպումը 3-1, Վիլյարեալը տանում է հաղթանակ։ Այսքանով վերջացնում ենք այսօրվա երեկոն, բարի գիշեր բարեկամներ։